Ողջույն բարեկամներ, այս էլ երկրորդ անգամ հայկական պատմության մեջ Թուրքիայի կառավարությունը ուղիղ աջակցություն է հայտնում Հայաստանի վարչապետին, ընդ որում երկու անգամ էլ նույն մարդուն Նիկոլ Փաշինյանին։ Ես հիշեցնեմ ձեզ, որ առաջին անգամ դա 2021 թվականն էր, փետրվար ամիս, ասում 3 ամիս հետո նոյեմբերի 17 հայտարարությունից հետո, երբ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Կոմիտ Գասպարյանը դեմարշ էր սկսել Փաշինյան Նիկոլի դեմ, մեղադրելով նրան դավաճանության մեջ եւ պատերազմը դիտավորյալ պարտության տանելու հանցագործության մեջ։ Հենց այդ հայտարարությունից հետո էր, որ եւ Ալիևը եւ Թուրքիայից Երախտոս նախարարը միանգամից բարձրացնեցին, որ իրենք կատեգորիկ դեմ են որևէ զինված հեղաշրջման Հայաստանը եւ իրենք աջակցում են վարչապետին։ Եվ այսօր կրկին Ֆիդանը հայտարարում է, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին։ Չգիտեմ թե ինչ են իրանք ասում։ Հարցը իմ մոտ օրինակ հարց առաջանում։ Ինչու են իրենք դրանից դա բարձրաձայն հայտարարում։ Որովհետև տրամաբանությունը հուշում է, որ հայ ժողովուրդը պետք է հակառակ անի, չէ՞։ Եթե իրանք աջակցում են Փաշինյան Նիկոլին, ուրեմն հայ ժողովուրդը պետք է չընտրի Փաշինյան Նիկոլին։ Դա տրամաբանությունն է հուշում, բայց այնուամենայնիվ նրանք ասել երկրորդ անգամ իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյան Նիկոլին։ Երևի 21 թվականի ընտրությունների արդյունքներից ողջևորված նրանց աջակցությունից հետո Փաշինյան Նիկոլի վերընտրվելուց ողջևորված մտածելով, որ իրենք գուցե բավականաչափ աջակցություն ունեն հայկական շրջանակներում, կրկին անգամ հայտնում են իրենց աջակցությունը Փաշինյան Նիկոլին։ Մեր համար ոչ մեկիս համանորություն չի դա, որ իրենք աջակցում են, որ իրենք ամեն ինչ անելու են, որ Փաշինյան Նիկոլը վերընտրվի, որովհետև այն ինչ որ Փաշինյան Նիկոլն անում Թուրքիայի համար ոչ ոք չէ կարող։ Նույնիսկ եթե ազգությամբ թուրք մեկին բերեին նշանակեին Հայաստանի վարչապետ, նույնիսկ նա ունակ չէր լինելու անել այն ինչ որ անում է Փաշինյան Նիկոլը։ Բայց այնուամենայնիվ նրանք հայտարարում են բարձր, որ նրանք աջակցում են Փաշինյան Նիկոլին։ Ենթադրում եմ, որ սա նաև աշխարհակաղակական կենտրոններին մեսիջ է, որ իրենք այս տարածքում Փաշինյան Նիկոլին են տեսնում Հայաստանի կառավարության ղեկավար։ Երևի մտածել է, որ իրենք են որոշում տարածաշրջանում կառուցվածքը, քաղաքականությունը այսուհետև եւ իրենք պետք է ասեն ով ղեկավարի որտեղ։ Իրենք նաև ասում են, որ իրենք դեմ են Իրանի նկատմամբ որևէ հարձակումներին եւ նույն օրը շեշտում են, որ իրենք կողմ են, որ Փաշինյան Նիկոլը ղեկավարի Հայաստանը, այսինքն վերընտրվի 2026 թվականին։ Եվ այսպես կարելի է ուղղակի արձանագրել մի բան, անկախ նրանից սա ինչի համար ասում, բայց բոլոր նրանք, ովքեր ձայն են պատրաստվում տալ կամ ձայն կտան Փաշինյան Նիկոլին, փաստորեն նրանք տալիս են Թուրքիայի սրտի վարչապետին։ Էրդողան կամ Ֆիդան էական չի։ Փաստորեն բոլոր նրանք, ովքեր աջակցում են Փաշինյան Նիկոլին Հայաստանում, դրանք թուրքական ազդեցության գործակալներ են եւ դրա մասին հայտարարում է հենց ինքը Ֆիդանը։ Այսուհետև շատ դժվար է լինելու Հայաստանում Նիկոլ Փաշինյանի համար աշխատող իր գով կանող եւ իր հանցագործությունները կողքով ցանկացած մեկի համար ապացուցել հակառակը, որ ինքը թուրքական ազդեցության գործակալ չի, որովհետեւ ակնհայտորեն իրենց գործողություններն ու շահերը համընկնում են Նիկոլ Փաշինյանի հարցում։ Եվ այսպես ես հաջողություն եմ ճակերտավոր ցանկանում բոլոր նրանց իրենց թուրքական կառուցության մեջ, ովքեր կշարունակեն բացահայտ կամ ոչ բացահայտ աջակցել Փաշինյան Նիկոլին։ Ժողովուրդը պետք է իր վերաբերմունքն ունենա։ Ես վստահ եմ, որ ունենալու է, որովհետև այսօրվա բրիֆինգը, որ կազմակերպված է կառավարության տանը, լրագրողների հարցերը դա բերում է մի բանի, մի համոզման, որ Հայաստանում Փաշինյան Նիկոլը եւ ընդհանրապես թուրքական թևը
շատ մեր կա եւ անզոր։ Անզոր ժողովրդի նկատմամբ, այսինքն ինքը միայնակ է, մեկուսի կղզի ասած։ Միակ հույսը, ասում միակ կառավարման լծակը, որ մնացել է նրանց ձեռքը, դա հենց կառավարչական լծակներ են, ոչ թե ժողովրդի աջակցությունը։ Մենք անշուշտ դրա մասին խոսանք, բայց ես մի քիչ առաջ ընկնելով ես ամեն արձանագրում եմ իմ տպավորությունը այսօրվա տարբեր ելույթներ, հայտարարություններ, մեկնաբանություններ կարդալուց հետո։ Եվ այսպես գնանք հերթով։ Ոգևորված Ֆիդանի հայտարարությունից Փաշինյան Նիկոլը հայտարարում է. մենք միանշանակ գնալու ենք դրա Ադրբեջանի եւ Նախիջևանի անխոչնդոտ հաղորդակցությունն ապահովելու։ Սա մի բան է, որ ամբողջ հայկական վերլուծական դաշտը անհանգիստ պնդում էր, որ Փաշինյան Նիկոլ օգոստոսի 8-ին նման հայտարարություն է ստորագրել։ Եվ նա իրականացնում է Ալիևի բոլոր անհնարին թվացող պահանջները, որ ադրբեջանցին պիտի հայկական դեմ չտենա, ոչ մի հայի դեմք պիտի չտեսնի Հայաստան մտնելուց։ Սա թվում է անհնարին բան է, ոնց հնարավոր է դու մտնես մի երկիր ու չտեսնես այդ երկրի բնակչի դեմքը։ Պարզվում է դա հնարավոր է, եթե այդ երկրի վարչապետն է Փաշինյան Նիկոլը ու հայտարարում է, որ իրենք միանշանակ գնալու են դրա։ Ասում է փոխադարձ սիրո խոստովանանք է իր ու Ֆիդանի մեջ։ Ֆիդանը աջակցում է Փաշինյան Նիկոլին վերընտրվելու համար, Փաշինյան Նիկոլը ամեն ինչ անում է, ինչ թուրքերին պետք է։ Այստեղ հարցը առաջանում է, բա մենք ինչ ենք ուզում։ Այս հարցին նաև պետք է պատասխանեն բոլոր այն պրոպագանդիստները, ես նրանց ուրիշ բառերով կկոչեի անշուշտ, ուղղակի ֆորմատը թույլ չի տալիս, որոնք այս ամբողջ օգոստոսից հաշվենք մոտավորապես 4 ամիս պնդում էին, որ չկա, նման բան չկա, ինչ անխոչնդոտ, նրանք հանդիպելու են Մաքսատանը, դա հայկական տարածք է, դա սուվերենությունը։ Եվ այսպես, այն ինչ որ միշտ ասվել է, ինչպես միշտ, հասկացել եք, որ խաբում է։ Խաբել է 7.5 տարի, արդեն համարյա 8 տարի։ Շարունակելու է խաբել, որքան դեռ դրա հնարավորությունը ունի։ Դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշի։ Իրեն պետք չէ Շուշի։ Դա Շուշիի գինը ստացել էր, Շուշին արդեն վաճառված էր։ Պետք է տալ եւ հիմնավորել ինչու համար է տվել։ Որովհետեւ իր նկարագրությամբ դա մի դժբախտ դժգույն քաղաք էր։ Այս հրաշքը, տեսեք, դժբախտ դժգույն քաղաք էր։ Նայած ով է նայում, նայած ինչ աչքերով է նայում։ Իմ կարծիքով Հայաստանի մի հատ դժբախտ դժգույն երևույթ կա, դա վարչապետի աթոռը զավթած եւ նրա աջակիցների շրջանակն է, որոնք ոչ միայն դժբախտ են, դժգույն են, մարդկային կերպարանքը կորցրած, մի խոսքով չմարդիկ, հա։ Ես նույն ձևով ես պատրաստ եմ նրանց հանձնել թուրքերին եւ ասել, բա մեզ պետք է դրանք։ Իհարկե մեզ պետք չեն, դրանք պետք են Ֆիդանին, դրանք պետք են Ալիևին, եւ դրա մասին իրենք են ասում, մենք չենք ասում։ Դրա համար էլ իրենք պարզ հայտարարում են, ում են աջակցում։ Հիմա ամբողջ պրոպագանդոն դաշտը, ովքեր աշխատում են Փաշինյան Նիկոլի համար, երկու կարևոր հարցի պետք է պատասխանեն։ Ինչի են 4 ամիս ստում խափում ժողովրդին, որ դա չի լինելու իրենց նկարագրած, այսինքն անդիմության նկարագրած անխոչնդոտ սահմանը ճանապարհը եւ այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է մենք ամեն ինչ անել ենք հենց տենց էլ լինի եթե Ալիևի ուզածով է լինի մտնի Հայաստան ոչ մի հայի դեմք չլինի չտեսնի ու ոչինչ իրան չխոչնդոտի Հայաստանի տարածքում անեն այն ինչ որ ուզում են այդ 42 կիլոմետրի վրա եւ ինչ իմանաս գուցե ոչ միայն 42 կիլոմետրի վրա եւ այսպես այս ամեն ինչը տանում է մեկ ուղղությամբ ըստ իրենց պլանների Հայաստան պետք է գոյություն չունենա եւ այդ Հայաստանի գոյություն չունենալը պետք է սկսի զանգեսուլը ուղակի հայաթափելուց
Գիտեք ինչ է նշանակում Զանգեզուրը հայկապետ։ Զանգեզուրը Հայաստանի ողնաշարն է։ Դուք տեսել եք մարդ, որ ողնաշարի վնասվածք ստացել։ Երևի տեսած կլինեք, հա։ Եթե նույնիսկ նրանք ապրում են սայլակի վրա, անշնչացած, այսինքն շնչում են, բայց մարմինը չի աշխատում այլևս։ Ողնաշարը ցանկացած մարդու, ցանկացած պետության ամեն ինչի համար ամենակարևոր մասնա, որտեղով են անցնում բոլոր նյարդային հանգույցները եւ ցանկացած վնաս ողնաշարի համար հիմնականում անդրադառնում է անդառնալի հետևանքներով։ Եվ այսպես Սյունիքը սրանք որ ուզում են կտրեն, ասֆալտեն, երկաթգիծ քաշեն, դա Հայաստանի ողնաշարն է։ Դա էր, որ օգնում է թույլ է տալի Նժդեհի մի քանի տասնյակ զինվորներով ուղղակի ջարդել եւ հաղթել պատերազմում եւ ռուսներին եւ թուրքերին, որովհետեւ Սյունիքը այդպիսի մի տարածք է։ Իսկ սրանք այդ ողնաշարը ջարդելով ուզում են զրկեն հայի հետ հնարավորությունից։ Որովհետեւ եթե Նժդեհը նույնքան զինվորներով կռվեր հարթավայրում, միջանցքում բնականաբար այդ առավելությունը չէր կարող ունենալ եւ դա չէր կարող դիմագրավել թուրքական եւ ռուսական զորքերին։ Դրա համար էլ որպեսզի երբեք այլևս Հայաստանը չփրկվի, երբեք Նժդեհները չկարողանան պահել Հայաստանը, օտրում են Հայաստանի ողնաշարը, Սյունիքը, ասֆալտում են Հայաստանի ողնաշարը։ Սա է իրականացնում Փաշինյան Նիկոլը։ Երբ որ մեկի ողնաշարը վնասված է, դրա ճակատագիր արդեն կանխորոշված է։ Դա կլինի մի տարում, 10 տարում, թե 50 տարում, էական չի, բայց այդ օրգանիզմը արդեն գնում է դեպի մահ։ Սա է անում Փաշինյան Նիկոլը։ Իրեն կառավարության եւ Աստծո հետ նույնասած Փաշինյան Նիկոլը, ես տեղակ չեմ, որ ադրբեջանցիները հատնում են Շիկահողի ագելոցի անտառները։ Ինքը ոչ մի բան տեղակ չի։ Բացարձակապես տեղակ չի, բայց ինքը կառավարությունն է, ինքը պետությունն է, ինքը կաթողիկոսն է, ինքը համարյա Աստված է, բայց ինքը տեղակ չի։ Ու լրագրողներն իրենք հիշեցնում են, ինչի մասին է պարտավոր տեղակ լինել, եւ մենք սա պետք է նայենք անպայման։ Երբ որ սկսեցիք եկեղեցու եւ գաղափարի հետ կապված գործընթացները, դուք այդ ամեն ինչը փաթեթավորում եք եւ արդարացնում եք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդի գործընթացներ, այսինքն դուք այդ ամեն ինչը ներկայացնում եք, որ դուք ընդհանրապես քաղաքացի եք, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք անում այդ ամենը։ Սակայն նախորդին հունվարի 4-ին ուշ երեկոյան դուք ստորագրեցիք հայտարարության տեքստ 10 եպիսկոպոսների հետ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սրանով իրավաբաններն ասում են, որ դուք սահմանադրական կարգ եք խախտել եւ առնվազն ձեզ սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Ինչու եք ստանձնել մի գործընթաց, որը ձեր թիկունքում հեռանկար ունենալով, որ դուք կարող եք ազատազրկվել 10-ից 15 տարի։ Եվ մի դիտարկում եմ ուզում անել, պարոն Փաշինյան, դուք ընդ որում պետք է ասեմ, որ սա միակ դեպքը չի, որ սահմանադրության խախտումը, որի համար իրեն ազատազրկում է սպասում 10-ից 15 տարի։ Միջալոց մի հատ բան պետք է ասեմ, այսօր ես լսում էի Կարինե Գևորգյանի, երևի գիտեք, ով ինքը իրանագետ է եւ քանի որ Իրանի հետ կապված հարցերը շատ ակտիվ են այսօր բոլոր մեդիաներում, երևի մի երկու օրվա մեջ երևի մի 3 մեծ մեդիայի ինքը հարցազրույց էր տվել եւ հասցրեցի բոլորը լսել, որովհետեւ ինձ ամեն մի դետալ հետաքրքիր է Իրանի հետ կապված։ Եվ ընթացքում ոնց ուզում էր ինչից խոսել, էլի գալիս կանգնում էր Զանգեզուրի միջանցքի վրա, էլի կանգնում էին Հայաստան հարաբերություններ, Ադրբեջան, Իրան, ճանապարհներ եւ այլն եւ այլն։ Եվ շատ հանգիստ եւ միջելոց մի հատ բան ասեց ինքը։ Սենց միջելոց շպրտեց։ Սենց։ Դե ասեց դե Հայաստանը ինչ ասեց, Հայաստանին պարտադրում են իբր, հա, այդ Զանգեզուրի միջանցքը որին տրամադրելու համար Փաշինյան Նիկոլը արել ամեն ինչ եւ անելու է ամեն ինչ, առանց հասկանալու, որ նա արդեն
դատապարտված վարչապետ է։ Արդեն նրա ապագան կանխորոշված է։ Եվ այդ ամեն ինչ իրականացնելուց հետո իրան ուղղակի ինքը դատապարտված է։ Abdiçion դա բացասական իմաստով դատապարտված է։ Իմանայք, մարդկա դատապարտված է, չգիտեմ ինչ ասեմ, անհաջողության, բայց ռուսերեն abdiçion դա ավելի վատ իմաստ ունի։ Ինքը ուղղակի շպրտեց, դե ասես նա արդեն։ Դա հարցերը արդեն պարզ է։ Եվ տարբեր տեղեր, տարբեր ձևակերպումներով էլի որ գալիս էր, ասում էր Հայաստանի հարցին նկարագրում էր Փաշինյան Նիկոլ ինչ անում եւ ասում էր դե ինքը դրա մեջ է տեսնում իր փրկությունը, իր ծառայությունը, մտածելով որ դրա դիմաց կարող է ինչ որ երաշխիքներ ստանա, առանց հասկանալու որ այսօրվա աշխարհում ոչ մեկին ոչ մի երաշխիք չի տալու եւ դու պետք է այնքան ժամանակ քանի դու դեռ տալու բանում ես։ Հիմա սա ուղղակի բանով հիշեցի սահմանադրությունը խախտելու այս օրենքների նկատմամբ արդեն հանցագործ լինելու մասին եւ իր այսօրվա բռնած դիրքին, որ ինքը կարող է ցանկացած օրենք խախտել, ճանապարհ ապահովել Ադրբեջանի Թուրքիայի համար ու մնալ անպատիժ։ Փաշինյան Նիկոլ, եթե նույնիսկ հայ ժողովուրդն էլ քեզ չկարողանա պատժել, դու դատապարտված ես։ Քո վերջը նույնն է։ Դա կանեն մեր թշնամիները, թե դա կանի ժողովուրդը, անկեղծ իմ համար էական չի։ Բայց ես նախընտրում եմ, որ անի մեր ժողովուրդը նշանակում է մենք դեռ պետություն ունենք։ Իսկ որ քո հարցերը լուծել մեր թշնամի նշանակում է նրանք հասել են իրաց ուզածին եւ դու արդեն իրեն պետք չես, մենք էլ պետություն չունենք։ Բայց քո ճակատագիրը դրանից չի փոխվելու։ Դու ոչ մեկին պետք չես։ Նշանակենք հարցերս։ Դեկտեմբերի 31-ին միջ հրապարակում հմայվում էիք դրոններով շոուով, Հայաստանի շատ գյուղերի բնակիչներ, հազարավոր քաղաքացիներ, երեխաներ մթության մեջ ցուրտ տանը դիմավորում էին նոր տարին։ Դուք ստանձնել եք ավելի քան 6 ամիս, կես տարի հետի կառավարումը։ Ստացվում է, որ ոչինչ չի փոխվել, ավելի վատացել է իրավիճակը եւ ընդամենը մեկ մարդ է շահել Ռոմանոս Պետրոսյանը, որը Սամվել Կարապետյանի հաշվին լավ այսպես աշխատավարձ ստանում։ Նախ ես կարծում եմ, որ այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդի շրջանում իրականացվել է։ Նախկիններն են մեղավոր։ 4 ամիսը, 5 ամիս այդ ամբողջ ցանցերն իրաց ձեռնը զավթել են ու դրանից հետո տապալվել ամբողջ համակարգը, այո, կրկին նախկիններն են մեղավոր։ Իհարկե ինքս դեռ հիմա ազատ է, ինչ ուզես որ խոսի եւ արդեն խոսացել է եւ մենք լսել որոշ հատվածներ, հարցը դա չի։ Հարցն է, որ ոչ մի նոր բան չկա ասելիք, այսինքն ոչ մի պատասխան չի բերում բավարարվածության, որ ասես այ տես սա դեռ ասելիք ունի, այդքանով ինքը վտանգավոր է։ Այսինքն ինքան այդքանով դեռ ինքը կարողանում է մոլորեցնել։ Այսօրվա իր ամբողջ կերպարանքը եւ դուք սրա միմիկաների եւ բառապաշարին որ ուշադրություն դարձնեք, դուք հասկանաք մի բան շատ կարևոր, որ կանգնած է մեկը, որ խորքային ատելություն է զգում բոլոր հրավերվածների նկատմամբ, բոլոր հարցերի նկատմամբ, ու ինքը ստիպված ասում է բաներ, որ ինքը չէր ուզենա գուցե ասեր, բայց հարցը կա, ինչու մի բան պետք է ասի, չէ։ Հիմա նույնը հեցին էր վերաբերում։ Այո, հոսանքազրկվել են, որովհետև նախկինները վատ էին կառավարում։ Այդ նախկինները 5 ամիսա չկա։ Ու այդ նախկինները քանի տարի արդեն կառավարում են եւ ոչ մի նոր տարի Հայաստանում այս վիճակը չի եղել։ Իրանք առաջ։ Հայաստանի էլեկտրական ցանցերում եւ այն process-ները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական մայիսից ես քիչ ասեցի 4 ամիս, ասել
8 ամիս արդեն, 7 ամիս։ 7-8 ամիս այս ամեն ինչը իրաց ձեռքում է եւ նախկիններն են մեղավոր։ Ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները եւ մասնավորապես Հայաստանի մարզային բնակավայրերում։ Չեն կատարել։ Երկաթգիծը գիտեք, բանը Հայաստանի երկաթգիծը, որը պատկանում է Ռուսաստանին։ Իրենք ոչ մի ներդրում, ոչ մի պարտականություն չեն կատարել, ոչ մի տեղափոխում չկա, ոչ մի շարժ չկա։ Չեք ուզում խլեք ռուսների ձեռքից։ Հեցից էլ ոչ մեկ բողոք չի ունեցել, ոչ մեկ նոր տարուն առանց լույս չի մնացել։ Միջև ձեր զավթելը։ Չեք ուզում հայկական երկաթգծերը խլեք ռուսներից։ Դուք ապացուցել եք, չէ՞, որ 300 միլիոն դոլարի բան կա։ Գտել եք 300 միլիոն դոլար դեռ 5 տարի առաջ։ Գողացված է, չկա։ Ոչ ներդրում կա, ոչ փողերը կա։ Բա մեծ են անեք։ Հա, չի լինի, հա, Պուտին ձեզ շատ եք վախենում։ Դե արեք։ Եվ 6 ամսվա ընթացքում, եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել, եւ ես հիմա այդ թվում շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար։ Եթե իրանք չխլեին հեծը, նոր տարվա գիշերը, շատ ավելի շատ մարդ անլույս կմնար, բա։ Եվ ասում եմ, երկար ժամանակ դա արել են, որ սոցիալական դժգոհություններ են։ Ոչ մի անգամ ոչ մեկ առանց լույս չի մնացել։ Սա եմ ասում, այսօրվա այս բրիֆինգը ինձ գիտեք ինչ ապրելու նոր տոնուս տվեց այսօրվա։ Այս համատարած ընկճվածության մեջ, որ ես վերջի 3-4 օրը ես հաղորդումներից դուք եք զգում, այմ ջալոց մոռանում եմ դուշասնեմ, տարածում ենք, բաժանորդագրվում ենք, օգնում ենք ալիքին շարունակելու համար։ Առանց նայելու իմ տրամադրությանը։ Իմ տրամադրությունը կարող է գնա, գա, լավ լինի, վատ լինի, բայց մենք պայքարել դադարելու տրամադրություն չունենք, ցանկություն չունենք, մենք գնալու ենք առաջ։ Եվ այսօրվա այս բրիֆինգը, այս հարցեր ու պատասխանները ինձ այսօր բավականին թեթևություն աբերել։ Հասկանալը, որ դիմացը կա կատարել անմեղ սունակ, որը ոչ մի ասելիք չունի, հիմնարաբանում է ուղղակի։ Իսկ լրագրողական կազմը վիրտուոզ էր այսօր։ Հագնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում եւ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների եւ մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել։ Շատ կան հիմնարկներ, զորամասեր, այդքան խոսում ենք Հաստորեն բոլորից փող են գողացել։ Հարց, բա ունենք քրեական գործերը։ Ուրա կոմպենսացիա։ Մարդ, որի խոսքը ոչ մի արժեք չունի։ Մարդ, որի խոսքը բացարձակապես ասեմ sense լուրջ ընդունելու համար պետք է բացարձակապես անմեղ սունակ լինել։ Ասում հեծը գողացել է, բոլորի տունը թալանել է, մտել է գումար վերցել, անօրինական, բայց ոչ մի քրեական գործ չկա։ Բայց դրա մասին ասում է, հայտարարում է այդ երկրի վարչապետը։ Անցնենք մյուսին։ Պարոն Փաշինյան, հրապարակվեցին թվեր պարգևավճարների հետ կապված եւ այսպես ասած ցնցում առաջացավ շարքային քաղաքացիների մոտ։ Ես ուզում եմ հարցնել դուք ինքներդ ձեզ որքան պարգևավճար եք տվել ամանորին, խոսքը 13-րդ աշխատավարձի մասին չէ, եւ արդյոք այն թվերը, որ պետական բյուջեից հատկացվել են պարգևատրման ֆոնդին,
նախարարներին, փոխնախարարներին, վարչության պետերին եւ բաժնի պետերին, որովհետեւ շարքային աշխատողները կարծես թե չեն ստացել եւ այդպիսի բողոքներ հնչում են։ Արդյոք նրանց աշխատանքը այնքան հույժ կարևոր եւ պետության համար այդքան կարևոր աշխատանք են կատարել, որ օրինակ թոշակառուները չպետք է թոշակները բարձրանա, շարքային աշխատողները պետք է հարկ վճարեն, որպեսզի գնա պետական բյուջե եւ այդ գումարները վատնվեն այս կերպ։ Այս օրինակ մեր ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ժամանակին եղել են իշխանություն եւ դա արձանագրված է բազմաթիվ քրեական գործերով, այդ թվում երկրի ղեկավարի ընտանիքի անդամից ծրարով աշխատավարձ են ստանալիս եղել եւ դա կոռուպցիոն երևույթ է։ Դատեիք, բա դուք 8 տարի իշխանության եք, հարցը ձեզ է տալիս, տխմարներ, դուք բյուջեն թալանում եք, նվիրում եք ինքներդ ձեզ, ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ում ծրարով ինչ է տվել, եթե նման բան է եղել, դուք չեք պատժել, մենք այդ պատժվածներին չենք տեսել, այդ թվերը չգիտենք, մեղավորները բանտերում չեն, նշանակում է, դուք կամ կոռուպցիայի մեջ թաթախված եք, դուք եղել եք մաս այդ կոռուպցիայի, կամ հետո եք դարել դրա մաս, գումարի դիմաց ծածկադմփոց անելու համար։ Կա այս հարցին պատասխան ժողովուրդ։ Կա։ Մյուս կողմից մնացած բոլոր հիմնավորումները ես կարծում եմ, որ այո, այդ որոշումը անհրաժեշտ է կայացնել, այդ թվում պետությունը եւ պետական ինստիտուտները ուժեղացնելու մեր ռազմավարության շրջանակներում Հասկացաք, պետությունը եւ պետական ինստիտուտները ուժեղացնելու ռազմավարությունն է դա։ Հասկացաք, բյուջեն պետք է գնա բացարձակապես այդ մարդկանց գրպանը։ Դա պետությունը ուժեղացնելու ռազմավարությունն է։ Բայց դուք եք պետությունը դուք եք այ ժողովուրդ ջան, պետությունը թոշակառուն է, պետությունը մանկավարժն է, բժիշկն է, ով է պետությունը։ Չէ, իրանք են պետությունը, ինչքան իրանք հարուստ, այնքան պետությունը ավելի ուժեղ։ Սա է տրամաբանությունը, դրա համար էլ անդադ կողքերն են նայում, անդադ հորինում է, հիմա դա բանում է, դա ասում, այսօրվա այս բրիֆինգը անես հետաքրքիր բան առաջացրեց մոտս։ Թեթևություն։ Ինչ վերաբերվում է ինձ, նախկինում ես այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է։ Սա գիտեք ինչի մասին էր, որ ինքը օգտվել է։ Իրան ոչ մեկ այդ համակարգի մասին չէր հարցրել։ Ասում ես այդ համակարգից չեմ օգտվել։ Չէ, դու օգտվել ես։ Քեզ այդ ծրարով բերեն դրել են ամենամից գրպանդ։ Միշիկներ էր դա ասում։ Ինքն էլ քեզ ես դնում էր գրպանդ չգրելու համար։ Երբ որ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդրում եւ սա եթե նախկինում եղել է Սա ինստիտուցիոնալ համակարգ ներդնել է, ընկերներ ջան, ճիշտ հասկացեք։ Նախկինում այս ամենը թաքուն են տալի, հիմա իրանք բացահայտ են տալիս։ Այս ինստիտուցիոնալ համակարգ ներդրումը։ Այս ամեն ինչում թոշակառուները չկան, բացարձակապես իրանք չեն մասնակցում այս ամեն ինչը, թոշակառու կապ չունի թոշակառու պետության հետ։ Սրա մասին ասում է նույնիսկ ֆինանսների նախարարը։ Ուսասած ֆինանսների նախարարն է, որ ասում է, եթե մենք կեսա թոշակն այսօր բարձրացնենք եւ հասցնենք պարենային զամբյուղի համապատասխան մակարդակի, դա կբերի ֆինանսական միջավայրի անկայունության։ Արդյունքում նույն թոշակառուները կունենան ավելի վատ կենսամակարդակ, քան այսօր։ Բա, այսինքն որպեսզի ֆինանսական կայունություն լինի եւ թոշակառուները լավ կենսամակարդակ ունենան, նրանք պետք է սոված մնան, ոչ թե նրանց թոշակը հասնի պարենային զամբյուղի մակարդակին։ Այ հենց նրանք սկսեն ստանալ այնքան, ինչքան իրենք կարող են կշտանալ, դա մի անգամից ազդելու է տնտեսության վրա։ Իսկ որպեսզի պետությունը ուժեղ լինի, այդ ամբողջ փողը պետք է գնա իրաց։ Սա ուժեղացնում է պետականության ինստիտուտները։ Հա, տենց է, չգիտեիք։ Սա տնտեսագիտության մեջ երևի նոր բան է։
Վստահ եղեք, ասեք աշխատի լավագույն համալսարանները սանից տեղեկ չեն, ոսես բան կարելի անել։ Այդ համալսարաններում սխալ են սովորել, ասել են եթե թոշակը ավելի ցածր է, քան միջին մինիմում սպառողական զամբյուղը, մարդիկ սոված են մնում, բազում ոչ, այդ սոված մնալը հենց դա պետք է կարևոր է, հենց այդ սոված մնացածի կենսամակարդակի համար, բա կա ժողովուրդ ջան, մի զարմացեք, այդ ամենը վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդրում ենք մի համակարգ, որը առաջին պիլոտային շրջանը անցնելուց հետո պետք է այդ թվում օրենսդրական ամրագրում ստանա այս հելը պիլոտայինը, վարչապետի նախաձեռնությամբ պիլոտայինը, լավ անցնելու պարագայում, ասենք լավ անցնելը ոնն է, 7 միլիոն ստացավ գոհ ես, պիլոտայինը, պետք է ասի, երևի հա, այո, իհարկե գոհ եմ, վեշ տեսակ, պիլոտային էր, լավ անցավ, ուրեմն սա պետք է լինի մշտական, ասենք ցանկացած նախարար պետք է իմանա, բացի 12-րդ աշխատավարձից, $20,000 է, տարվա վերջ, բոնուս, մնացած հլը թալան, մալան է, ընթացքում չեմ ասում է, ու սա անում է մի երկիր, որը պարսկով ապրում, սա իրա եկամուտն էլ չի, ինք իրա եկամուտը չի ծախսում, հասկանում եք, սրանք են խաղամոլն են, են նարկամանն են, որ ընտանիքի վերջի կոպեկը, ոսկեղենը, բան ամեն ինչ թալանում տանում ծախում է, որ ասեք մի դոզա նարկոտիկ առնի, ու սա ասում, սա պիլոտային էր, դա անընդհատ կողքերն են նայում, սա, Եվ այս դեպքում մենք խոսում ենք պետական ինստիտուտի կայացման մասին, հետևաբար պետական ինստիտուտը եւ պետական ինստիտուտը պետք է իր տրամաբանությամբ գործի եւ բրգաձև այդ տրամաբանությունը պետք է գործի։ Լսեցիք, եթե դուք չեք հասկացել, մի ներվեք, ես էլ չեմ հասկացել, սա պետական ինստիտուտն է, որտեղ պետական ինստիտուտը դա բրգաձև պետք է գործի, պարզա ժողովուրդ չէ։ Հաջորդ գործոնն այն է, որ այս համակարգը թույլ է տալու, որպեսզի պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք եւ այդ թվում գերատեսչությունների ղեկավարները աշխատանքը եւ ժամանակը առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ունենան։ Հա։ Արի որ 7 միլիոն էլ պասկևացում են ստանում, իրանք ժամանակը ավելի արդյունավետ կառավարելու հնարավորություն են ունենում։ Բայց դա պետք է անպայման նախարար լինել, անպայման քպեական նախարար լինել։ Հա, ժողովուրդ ջան, սա ծաղր է, սա վիրավորանք է, սա տրագիկոմեդիա է, սա ֆարս է, ինչ ուզում եք ասել։ Ու ես ուրախ եմ, որ ես ամեն ինչի դնում եմ եթեր։ Թող սրան ընտրածները նստեն լսեն, թե ինչի իրանք պետք է սոված մնան, որ երկիրը կայուն լինի, եւ ինչի է պետական համակարգը, այդ բրգաձև է, պիլոտային ծրագիր է, բանցնես ինչ-որ հիմա բաներ լսեն, ու իրենք հասկանան մի բան, որ իրենց բացարձակապես էշի տեղ են դրել, նրանք, ում իրանք ձայն են տվել։ Տրամաբանական է, տենց էլ պետք է լիներ։ Այս մարդը որ Իրանյան չի հասել ընդե, որը շարունակում է, հələ պատրաստում է էլի ձայն ստանալ։ Առաջ հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնարկել է հերթական կոռուպցիայի մեջ մեղադրվող պաշտոնյաներին, այս դեպքում Պեկ պաշտոնյաներին մաքսանենգության գործով, ինչի մասին ես տևական ժամանակ գրում էի։ Մինչ հարցը ձևակերպելը ես ուզում եմ կյանքում առաջին անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև եւ տեղեկացանք, որ դուք պատրաստում եք Կիրակի օրը այցելել Չարենցավանում էլ ավելի ինտենսիվ սկսեցին ձնամաքրման աշխատանքները եւ ընդհանուր հասել է մինչեւ մեր բակ
եւ ձեր հանուն ձեր ոտքի տակը մաքրելու այսպես շնորհիվ շատ ակտիվ, որտեղ հրահանգեր կարծես թե իջեցվել, նաեւ քաղաքացիների ոտքի տակն է մաքրվում, դա չգիտեմ ինչպես է գնահատում, բայց դա չի նշանակում, որ Չարենցավանում պես շատ ողջավորված սպասում են ձեզ։ Հավելին ես բազմաթիվ Չարենցավանի մեծամասնության անունից ուզում եմ ձեզ խնդրել, որ չգաք Չարենցավան, կլինի չգաք Չարենցավան, որովհետև շատ չարենցավանցիներ ասում են, որ թող չգա եւ Չարենցավանը եւ մեր եկեղեցին եւս իր ներկայությամբ եւ իր պատարակով չփոխվի, որովհետև իրենք այդպես են գնահատում։ Շեդևր է։ Այսօրվա այս բրիֆինգը նույնս եմ ասում, ես քանի օրվա այս նստվածքը այս դարը մեզ թեթևություն բերեց։ Այո, ուղիղ եթերում իրան ասում են, որ դու պղծում ես, Չարենցավացին ասում մի արի, դու պիղծ, դու պղծելով ես զբաղված։ Մի արի։ Ու պատասխանը գիտեք ինչ է, պատասխանը ընդհանրապես շեդևրալ է։ Ինքը չասեց ես չեմ պղծում, դες ինչ ես խոսում, ոնց թե պղծել, լույսում ես ասում, հա։ Չասեց ինքը ընտրված վարչապետը ու ուզի կգնա։ Բայց փաստն է նա, որ լրագրողները ամբողջ ժողովուրդը ասում, որ դու պիղծ ես։ Լրագրողը երկրի վարչապետին եթերով ասում է դու պիղծ ես։ Նա չի ասում ես պիղծ չեմ։ Պատկերացնում եք, այսինքն այն աստիճանը հասել ես երկիրը, որ այս մակարդակի բրիֆինգների ժամանակ իրեն կարան ասեն հանցագործ, իրեն կարան ասեն պիղծ, իրեն կարան ասեն թալանչի, ամեն ինչ դեռ առջևում է։ Զավարեմ ասում, ինքս ես մնացել է մենակ Ֆիդանենց հետ, Ալիևենց հետ ու հայկական ազգանունով Ալիևների հետ։ Ու խնդրել եմ փոխանցել ձեզ, որովհետև Չարենցավանում այնպես չի, որ ողջավորված են ձեր այցով եւ հոգեվորականը, որին իմ տեղեկություններով ուժային կառույցների կողմից ճնշումների միջոցով զորով հայտարարություն են կորզել նրանից, որ միացել է ձեր այսպես կոչված բարենորությունների ծրագրին եւ մյուսները։ Սա մեկ, հետեւաբար ուզում եմ խնդրել կլինի չգաք Չարենցավան։ Շնորհակալ ենք, այն որ ուզում եք գալ եւ արդեն շատ աժիոտաժ է, դրա համար շնորհակալ ենք, բայց կլինի չգաք։ Մի բան է, ամենայն հարգանքով Հայաստանի Հանրապետության ժողովրդի քվեով վարչապետ ընտրված մարդուն Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ մեկը չի կարող ասել, թե նա ուր գնա եւ ուր չգնա։ Ինքը ընդունում է, որ ինքը պիղծ է, ինքը ընդունում է, որ ինքը գնում է պղծելու, բայց այստեղ մի վարքյան, ես քվե եմ ստացել, չեք ասել ուր գնամ, չեք կարող ասել ես ուր գնամ, ուր չգնամ։ Գրողին գնաս, քեզ ասում են ուղղակի մի արի մի պղծի։ Փաստն են արձանագրում, որ դու ուր գնում ես, պղծում ես։ Սա հրաշալի հարց էր, ավելի հրաշալի պատասխանով։ Շնորհակալություն եմ հայտնում ես լրագրողներին, շնորհակալություն եմ ասում իրենց համարձակության, գրագիտության, ճիշտ ձևակերպումների եւ որ այս կարգի մերկացած, այս կարգի ողորմելի Հայաստանի ոչ մի ժամանակվերի, ոչ մի կառավարության ներկայացուցիչ, չեմ ասում գլխավոր, հա, նախարար, նախագահ կամ վարչապետ, մեկ չենք ունեցել։ Չենք ունեցել իմ ամենաչսիրած Սերժ Սարգսյան, իմ ամենաչսիրած Ռոբերտ Քոչարյան, իմ ամենաչսիրած Լևոն Տեր-Պետրոսյան այս աստիճան չեն եղել։ Ես ասեմ ավելի, երեքը իրար հետ այս աստիճան չեն եղել։ Դրանցից ոչ մեկին չեն ասել, կլինի դուք չգաք պղծելու մեր երկիրը։ Մեր ասում են մի ար, էլի, մի խաղա։ Ու ինքն ասում է ես վարչապետ եմ, ես ուզենամ կգնամ, ես ժողովրդի քվեն եմ ստացել։ Ժողովուրդ, իսկ կլինի սան քվեր չտակ։ Այ որ քվենել չտակ, ինքը չի գնա ոչ միտեղ, հետ չի կարող ասի ես քվե եմ ստացել։ Քվե ստացել եմ, դա համար գնում եմ պղծելու։ Մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, նախ առհասարակ ես հիմա ներողություն եմ խնդրում մեծ դիտողներից ու հատկապես իմ որդիներից, որոնք կարող են համացանցում այսպես թերթելով պատահաբար հանդիպել այս տեսանյութը։ Ասա։
Մենք արդեն ազգովի այդ վիճակի մեջ ենք։ Ես էլ մեկ-մեկ բաներ եմ ասում, այդ ասում ախ ինձ ինչի ասեցի։ Ախր չէ որ սա կարող են երիտասարդներ նայել, բայց բոլորս ենք այդ վիճակին, հենց որ ասը, լսում եք։ Ես հիմա հատվածներ կընթերցեմ ձեր հեղինակած մտքերից H19-րդ երկրի հակառակ կողմը։ Չէ, դու տեսար այդ դատախազ քածին, գիրք է գրել, ես քո բերանը բազմակետ, բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը, ինչ նկատի ունես։ Ասեմ, աղբերս, պարզ ասեմ, դու գիտես ինչու նա մեզ տանել չի կարողանում, որովհետև մենք իրան չենք շինել։ Այդ կնիկը հույս ուներ, որ մենք իրան մի լավ կշինենք, հերթով ու բոլորով, եւ ինքը վերջապես մի խոսքով լավ շարունակեմ այս միտքը։ Հետո դուք նկարագրում եք արձանի նկատմամբ ձեր ցանկությունները, ասում եք, որ նա կարծես արձանի այդպես ինքներն եք նկարագրում, բան ու ասում, որ նա կարծես ասում էր վերցրու ինձ։ Դրանից հետո դուք խոսում եք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների մասին, միևնույն է, մեջբերում եմ էլի հատվածը։ Միևնույն է, ամերիկացիք գ են, եվրոպացիք են, դառնացած ասած Մարկոն։ Ռուսները նույնպես, որպես հետգրություն ավելացրեցի ես։ Դուք, որ Ռուսաստան գնում եք, ասում եք Պուտինին, ինչ կարծիք ունեք իրենց մասին։ Հաջորդը, կողեմ քո Ամերիկան, կողեմ քո Եվրոպան, ընդհանուր առմամբ եւ ըստ երկրների։ Կողեմ քո Ռուսաստանը, քո ջհուդամասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն։ Ով է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել։ Թրամփի այդ հանդիպումներում այս մասին ասում եք, արծարծում եք, թե չեք ասում։ Էսա ուզիզեմ ասում, Թրամփը տերակ է, Պուտինը տերակ է, դու ինչ ես անում իրանց հետ, կամ ինչ ես ուզում անես։ Եվ ինձ համար ամենատարակուսելին, անկեղծ ասած, պատերազմի դրվագում ձեր նկարագրություններ, էլի մեջբերում եմ։ Ամենահրեշավոր Սա ձեռնարկ է, որը գրված է եղել, թե ինչ պետք է անել։ Ինչ պետք է անել։ Սա նախորդ գրված է եղել, որ նայում եք, ոնց որ ձեռնարկը գրել է եւ դա իրագործել է։ Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա աղմուկ աղաղակը խեղդվում է ծափ ծիծաղի, երկու պարի, երաժշտության ու համերգների, պարգևների ու օվացիաների խառնիճաղան ճխորի մեջ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռավում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավերվել են պատերազմի դաշտում, չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն։ Ձեռնարկով իրականացված պատերազմ։ Իմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին։ Ես տեսնում եի այդ պատերազմը, այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի հետևում։ Ես տեսնում եի այդ պատերազմի զոհերին բոզացած եւ դրանից երջանկացած աղջիկներին, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի։ Մթնոլորտը ավելի նպաստավոր կդառնա։ Շարունակություն։ Պատերազմի զոհերին բոզացած եւ դրանից երջանկացած աղջիկներին, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվածող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի մեջբերման ավարտ։ Լրիվ են ինչու իրականացվել է։ Ասում ձեռնարկով գրված է եղել եւ ձեռնարկով էլ իրականացվել է։ Դուք նախորոք պլանավորել եք այս ամենը, պարոն Փաշինյան, այս նկարագրությունը, որ հետո մեր զոհվածների մայրերի լացը, անհետ կորածների, գերիների, հարազատների մեղմ ասած ողբը պիտի խլացվի ձեր զարգաց թմբուկների, ձեր կազմակերպած ֆեստիվալների, ձեր այս խրախճանքների, քեֆերի աղմուկի մեջ։ Այս ամենը պլանավորված է ձեր պարգևատրումների, որի մասին նույնպես խոսել եք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ եթե դուք տեղյակ չեք իհարկե, որ աշխարհում կա այդպիսի երևույթ, որը կոչվում է գրականություն։ Բա երևի դուք տեղյակ չեք։
Այդպես բան կա, կոչվում է գրականություն։ Բա ինքը լավ տեղյակ է։ Տեղական մեկը, որը համարում է, որ կրթությունը նորաձև կատարելի։ Եվ այն ինչը դուք մեջբերում եք, այն ինչ դուք մեջբերում եք, մեջբերումներ են երկրի հակառակ կողմը վեպից։ Օ, ասում դա վեպ է։ Բա, այս էլ վիպասանն է։ Դա վեպ է, վեպ։ Բա, դա վեպ չի, տխմար։ Դա ձեռնարկ է, որը տպվել է, հենց իշխանության գալու հենց առաջի շաբաթը ժողովրդին ներկայացնել, որ արեք կարդացեք ձեր գլխին ինչ են բերելու։ Որը ես ինքս հրապարակել եմ իմ նախաձեռնությամբ եւ հրատարակչի գուցե նախաձեռնությամբ 2018 թվականին։ Օ, 2018 թվականին։ Բայց կարող եք ինձ հիշեցնել ինչ էր կատարվում 2018 թվականին։ Եվ ինքը ինչ ժամանակ ուներ 2018 թվականին վեպ հրապարակել։ Վեպ։ Այս ծոված շունը վեպ պիտի հրապարակել 2018 թվականին։ Գյումրիից քայլելու ժամանակ եւ հրատարակիչն էլ ոգևորված այդ գրքից ոչ մեկին բոլորին անծանոթ մի հատ ինչ-որ պատահական անցորդ քաղաքական դաշտում վեպ էր գրել եւ հրատարակիչն էր իրան ստիպել միջամտել, որ ինքը գրի հրապարակի այդ գիրքը։ Եվ զուտ բանա, երջանիկ պատահականությամբ ապագրելը, հրապարակելը, այս հեղափոխությունը ամեն ինչ եկավ հանդիպեց մի կետում։ Ես ինքս գիրք եմ հրապարակել, ես գիտեմ այդ ինչա։ Ես գիտեմ ինչ, այդ ահավոր չարչարանք, այդ ինչքան դու զբաղված ես դրանով, դու զուգահեռ հեղափոխություն անես, քայլելով գազ, կապիկություն անես, դա անհնարին բան է։ Անհնարին բան է։ Իհարկե, եթե քո համար այդ ամեն ինչը չեն անում։ Իսկ ով պետք է աներ ես։ Ես բոմժի համար ով պետք է սա աներ։ Եթե ոչ այդ ժամանակվա իշխանությունները։ Սերժիկ։ Տեղեկ չէ։ Ես դա չհրապարակված ժամանակ հրապարակել եմ հայկական ժամանակ օրաթերթում եւ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե այդպիսի հետաքրքրություն կա, իմ գրքի քննարկումներ նախկինում եղել են, կարող են Դա քննարկումներ են եղել։ Չէ, այդ գրքի բովանդակությունը ցույց է տալիս հեղինակի հիվանդագին երևակայությունը, տոտալ այլասերվածությունը, աղրամբարանքը ընդվորում կարդացողի նկատմամբ, որովհետև մարդ որ հարգում է իր կարդացողին, այդ բառերը, տեքստերը չի գրում։ Երկրորդն ինչքան մարդ պետք է հիվանդ լինի, որ տեքստերը գրի։ Հետո ամենակարևորը իրականացնի, ինքը դառնա այդ բոզության խորհրդանիշ, դառնա պարտված բանակի հրեշավոր այդ հանցագործության հեղինակ, որի ողբի լասի ձենը պետքա խլացնի հրավառությունների տակ։ Իսնական ջարդին։ Պարոն Փաշինյան, քիչ առաջ վեհապար Հայրապետի մասին խոսելիս ասեցիք դավաճան է, ինձ մոտ դեժավյու առաջացավ, թե ինչպես էին փողոցները լցված ցույցեր անում ձեր դեմ, ձեզ դավաճան կոչելով, ի վերջո Արցախի անկումը գիտենք երբ է եղել, մի տեսակ, չգիտեմ, ձեզ մոտ ինչ ասոցիացիաներ կան, որ երբ որ ձեզ են ասում դավաճան, հիմա դուք ասում եք վեհապարին դավաճան, չհասկացանք ինչում է նա դավաճան, ինչի է դավաճան, եւ ձեր աշխատակազմի ղեկավարը մի գրառում էր արել, պատկերացնում եք այսպիսի բան Վազգեն առաջինի կամ Գարեգին առաջինի ժամանակ
հրապարակել է ձեզ միացած եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների լուսանկարը, որովհետև եկեղեցին վեհապարի ժամանակ ինքը Ավազանյանն ուղղագրել, այսպիսի հայտարարության է հասել, որ 10 սրբազաներ Բայրաթորի տարածքում ասում են հեռացիր, ինչը նախադեպ չունի։ Երբ դիտարկում արեցի, որովհետև դա ձեր իշխանության ժամանակ ա եղել, ձեր աշխատակազմի, եթե դուք իշխանության չլինեք, գուցե նման բան չլիներ էլ, ձեր աշխատակազմի ղեկավարն ինձ հարցրեց դուք լրագրող եք, թե ձևիստ ակտիվիստ։ Հիմա դուք ձեր շրջիկ պատարակների խմբերով, ուխտերթեր իրականացնելով հանդերձ, ուզում եմ ձեր հարցը ձեզ վերադարձնեմ, դուք վարչապետ եք, աշխատակազմի ղեկավար, գործադիր ու օրենսդիր իշխանության մարմիններ եք, թե քայլիստ ակտիվիստներ։ Շնորհակալություն։ Այս հարցերը, այս ձևակերպումները ցանկացած արժանապատիվ մարդու համար սա ինքնասպանության թեմա է։ Պետք է ինքը դուրս գար, ասեր կներեք, եթե ես հասել եմ այն վիճակին, որ ես հարցեր ինձ կարելի է տալ, նշանակում է այլևս ես չեմ։ Այսինքն ստեղ կանգնած է մի հատ ոչնչություն, որին կարելի է ասենց հարցեր տալ։ Բայց իրանք ոչ մի սուտ կամ ցենզուրայից ոչ մի բան չեն ասում այն կողմ։ Ասում են այն ինչ որ կա։ Եթե մարդը կանգնել է, լսում է այս ամեն ինչը, շարունակում է ասած պատասխանել, նշանակում է այդտեղ մարդ չկա։ Այդտեղ տղամարդ չկա կանգնած, ընդհանրապես մարդ չկա, դա դատարկ տարածություն է։ Որովհետև այս հարցերը միայն լսելը դա արդեն չասեմ։ Նորմալ մարդու այս հարցը որ տայի, նա պետք է ինքնասպան լինել ուղղակի։ Լսեցին ինչ է պատասխանում։ Մենք միշտ ենք քայլ անող եւ մենք մեր քայլերը անում ենք եւ մեր քայլերի համար պատասխանատվություն ենք կրում։ Բա մնացած ամեն ինչի հետ համաձայն է։ Իրանք միշտ են քայլիստ։ Այո։ Այդ ամեն ինչի մեջ ինքը ոչ միայն չվիրավորվեց, ինքը թափ պատասխան իրանք միշտ են քայլող։ Քայլող են։ Դիակների վրայով քայլող են։ Երկրի վրայով, սրբությունների վրայով քայլող են։ Մենք դա գիտենք, ոչ մեկ դա չի վիճարկում։ Հավաչանի մասով այո դուք ճիշտ եք, բայց երբ որ ձեր ասածը տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ, արդար, մրցակցային ժողովրդավարական ընտրություններում քվեարկեցին, ես դիրքորոշում արտահայտեցին եւ այդպիսով ենթադրում եմ նաեւ արտահայտեցին Տեղով է դավաճանը։ Էժան կճիշտ Ներսիսյանի մասին խոսք չկա, Գարեգի երկրորդի մասին խոսք չկա եւ հետեւաբար հարցի պատասխանը չհնչեց։ Իսկ հարցը հետեւյալն է, սրանից ընդհանրապես մի խոսք առաջ ինքը Գարեգի երկրորդին ասում է դավաճան, պետության համար պատանգավոր մարդ։ Դա է հարցը։ Դու Գարեգինին ես ասում դավաճան, բայց ժողովուրդը քեզ է դավաճան ասում։ Դու ես Արցախը անձնել, Գարեգին Արցախը անձնել։ Դու ես կապիտուլյանտը, Գարեգինը կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրել։ Գարեգինը թուրքերին հող է տվել։ Ի վերջո թուրքերը ում են պաշտպանում, Գարեգինին թե քեզ։ Ո՞վ է սա դավաճանը։ Եվ դա պատասխանելու փոխարեն ասում է մենք միշտ քայլել ենք, այո, մենք գիտենք որ դու քայլել եք ու քայլելու եք, քանի դեռ այդ հնարավորությունն ունեք։ Ինչքան երկար քայլի դա արդեն մեր դրից է կախված։ Նախաշում զարմացել էր այս անգամ ՊՊՑ-ն դիմացս չկտրեց, շրջիկ թափառախումբը դիմացս չկտրեց եւ նաեւ օլիգարխը չվիրավորեց հայոյեց ձեր իշխանության մաս կազմող, որպեսզի հաջողանան ձեզ, հիմա դին հարցն եմ դառնում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու Հայաստանի Կարճ նկարագրեց ով է դիմացը կանգնած։ Շնորհակալություն, որ ՊՊԶ-ն դիմացը չկտրեց, քո օլիգարխին չհայոյեց, մի խոսքով։ Այս բրիֆինգը կարճ բաները նայելուց հետո ես հասկացա, որ հագավորը մեր կա, մենակ անտեշան պես, կամ իր նման անտեշաներով շրջապատված, թիկունքում էլ կամ գլխավերևում էլ կանգնած Էրդողան ու Ալիև։ Հետաքրքիր գիտեք ո՞ր է այս ընթացքում նայում, շատ ինչ նայում եմ, այս ռուսները ոչ մի ձև չեն արձագանքում, ռուսները ոչ մի ձև չեն արձագանքում։ Այսօրվա Ֆիդանի հայտարարությունը, որ իրանք աջակցում են Փաշինյանին, իրանք պետք է ասել են մի վարք է։ Դու ով ես որ աջակցես։
Դու ինձ հարցրել ես։ Բացարձակապես, նես տպավորությունն է, ոնց որ Մոսկվայում մարդ չկա։ Ոնց որ Պուտինի համար միևնույն է Հայաստանում ինչա կատարվում։ Ես ասեմ ձեզ, Պուտինը Հայաստանը ներողություն, ինչպես Սալավյովն ասեց, շատ ավելի կարևոր եւ նշանակալից ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, քան Վենեսուելա։ Չի կարող Հայաստանում կատարվել մի բան, որ Մոսկվայում միևնույնն է։ Իսկ եթե ձայն չկա, ես կարող եմ ուղղակի ենթադրել մի բան, որ իրանք համաձայն են Ֆիդանի հետ։ Առաջ։ Միջազգային պարտավորություններն ամրագրում են պետության անջատ լինելը եկեղեցուց եւ եկեղեցու ներքին գործերին իշխանության միջամտելու արգելքը։ Վարչապետը սահմանադրությամբ ու օրենքներով ունի սպառիչ լիազորություններ։ Հիմա ուզում եմ հասկանալ սահմանադրության կամ օրենքների կոնկրետ որ լիազորությամբ եք ստեղծել հայաստանյաց առաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդ եւ հայտարարություն եք անում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եպիսկոպոսների հետ միասին խնդրում եմ նշել կոնկրետ լիազորությունները, նաև կապված կաթողիկոսի թեկնածուների բարեվարկության ստուգման անցկացնելու ձեր մտադրության հետ կապված եւ դուք ձևավորել եք այսպես կոչված բարենորոգման խորհուրդ, նշել եք, որ խորհուրդը կարևորում է գործընթացի իրականացումը, ներառականությունը, հանրային վստահությունը, թափանցիկությունը եւ պատասխանատվության սկզբունքները։ Հիմա ես խնդրում եմ ասեք, ինչպես կարող եմ մասնակցել խորհրդի աշխատանքներին, իրականացնել դիտորդական առաքելություն, առհասարակ յուրաքանչյուրը կարող է միանալ եւ վերջում էլ ասեմ, որ մի դասընկերուհի ունեմ, մեր հարաբերությունները բավականին սրված են, բայց վերջերս ինձ գրել էր եւ բավականին ոգևորված էր ձեր գործունեությամբ, եկեղեցու դեմ, ձեր ասպատակությամբ եկեղեցու դեմ եւ ասպատակը գիտեք ով ասպատակո։ Այս վիպասանը նույնիսկ չի վերաբերվում ասպատակել բառից։ Ասպատակել են մոնղոլները, ասպատակել են սելջուկները, ասպատակել են Հայաստանի թշնամիները։ Ինքը այս բառին էլ ուշադրություն չի դարձնում։ Գիտեք ինչի՞, որտեղ իրանք ինքը իրան նույնականացնում է այս մոնղոլների, սելջուկների, Հայաստանի թշնամիների հետ։ Վիպասանը չի հասկանում ինչա նշանակում ասպատակել։ Ու չի ասում, բայց կներեք էլի, դուք ինչ եք ինձ ասում, բայց չէ՞ որ ես այս երկրի վարչապետն եմ, ես ոնց կարող եմ ինձ թույլ տալ կամ դուք ոնց եք ձեզ թույլ տալի ինձ ասել ասպատակում եք։ Ես էտեսից ինչ եմ արել, որ արժանացել եմ այս որակումներին, հա։ Պիղծ, ասպատակող, էլ ինչ ասես, դավաճան, ոչ մի բանի հետ խնդիր չունի։ Գիտեք ինչի, ամենակարևոր խնդիրը չունի ինքը խնդիր չունի արժանապատվության հետ։ Դե ոնց կարող է մի մարդ արժանապատվություն ունենալ, երբ ինձ ասում են թուրք, ասում եմ ես չեմ վիրավորվում, որ ինձ թուրք են ասում։ Եթե չի վիրավորվում, որ իրեն թուրք են ասում, չի վիրավորվի նաև, որ իրեն ասում են ասպատակող, դավաճան, պիղծ։ Չէ՞ դրանք հոմանիշներ են, դրանք բոլորը թուրք բառի հոմանիշներն են, որից ինքը իրան բաց չի զգում։ Եվ նա նշեմ, որ այլ կրոնական կազմակերպության հետևորդ է եւ մի բան էլ ասաց, որ օրինակ նախանձով է վերաբերում, որ բարենորոգում եք։ Հիմա դուք այլ, ասում են մեր մոտ էլ թող բարենորոգեն, դուք այլ կրոնական կազմակերպություններում պատրաստվում եք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ բարենորոգման աշխատանքներ կատարել եւ խնդրում եմ հստակ պատասխանել, որովհետեւ ես եմ հստակ մեջբերումներ ելնելով մեր սահմանադրությունից եւ նաեւ միջազգային պարտավորություններից։ Հայաստանի Հանրապետություն, նախ ես ձեր հարցին նախորդ բրիֆինգում պատասխանել եմ, դուք ներկա չեք եղել, բայց ձեր հարցը ներկա է եղել։ Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավոր է զբաղվել այդ թվում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներով եւ
վարչապետը պարտավոր է զբաղվել երկրի անվտանգության վտանգներով, տխմար։ Դու դրա համար ունես նախարարներ։ Երկրորդն էլ երկրի անվտանգությանը սպառնում են դրսից ճշնամիները։ Լսեք շարունակությունը։ Գրիչ Ներսիսյանը իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Հասկացաք, Գրիչ Ներսիսյանը իր գործունեությամբ սպառնալիք է։ Սպառնալիքը Գրիչ Ներսիսյանը, բայց թուրքերը դեմ են այդ սպառնալիքին ու կողմ են քեզ։ Ասեց ու անցավ։ Այդ դեպքում ինչու ձերբակալված չի Գրիչ Ներսիսյանը համապատասխան ապացույցներով, որ ինքը այո, հեսա սպառնալիք էր։ Ու Եվանից դարավ սպառնալիք։ Ներծել այդ ակրկիր։ Երբ որ քեզ ասեցին ինքը եւ սփյուռքը սպառնալիք են այդ ժամանակվանից, որովհետեւ քանի դեռ այդ իր սպառնալիքի մասին, սպառնալիքների մասին չեն խոսացել Էրդողանն ու Փաշազադեն, ոնց որ թե ինքը այդքան սպառնալիք չէր։ Ասեն կաթողիկոսը սպառնալիքա Փաշազադեի, Էրդողանի եւ Նիկոլի իշխանության համար։ KGB-ի գործակալ իր եղբոր հետ միասին։ Սա առաջին։ Քանի որ չեք հարուցում, ինչի քրեական հետապնդում այդ դեպքով չի իրականացվում։ Այսինքն հենց այնպես ուղղակի ասել հանցագործությունը դա օքի մեջ անելու մի բան է, որը օրինակ չպատժել։ Ինչ գործ ունի արկոց նախարար։ Հիմա տեսեք, երբ որ ձեզ հավատարմագրումից զրկեն, ձեր այս պահվածքի համար ասել Դիտարկումներ էին անում, ինչու հենց հասարակի դիտարկումներին որոշեցիք, որ ինձ կարող են զրկել հավատարմագրումից։ Դուք ինձ հնարավորություն չեք տալիս ձեր հարցին պատասխանել։ Ձեռներով այդ շարժումներն էլ բանը։ Ձեռներով շարժում հանգիստ Արժանապատվության տոտալ բացակայություն, մարդկային որակների տոտալ բացակայություն, նույնիսկ լրագրողների շփվելու կուլտուրայի եւ ունակության տոտալ բացակայություն։ Ու այս թշվառը Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ու հիմա կհարցակվես խեղճ աղջկա վրա։ հանգիստ պայեք ձեզ։ Հանգիստ պայեք։ Գիտեք այսօր ինչի ձեզ ինչ է այսօր Հարգելի լրագրողներ, դուք պատրաստվում եք այս հարցերով զբաղվել, թե չեք պատրաստվում։ Ուրեմն ժամանակը գնում է, երբ որ կապահովեք ձեր գործընկերոջ լռությունը, բրիֆինգը կշարունակվի։ Բա, ապահովեք ձեր գործընկերոջ լռությունը, որ բրիֆինգը շարունակվի։ Ինչևէ, վերադառնանք մյուս կարևոր իրադարձությանը, փաստորեն 4 գերիների վերադարձը եւ Սիրիայի 2 վարձկանների փոխանցումը իրար հետ կապ չունեն։ Այդ դեպքում քեզ ով է իրավունք տվել 2 վարձկանների նվիրել։ Հանցագործներ, որոնք ռազմական հանցագործություններ են իրականացել Հայաստանի նկատմամբ։ Քեզ ով է իրավունք տվել ռազմական հանցագործների, որոնք մտել են Հայաստան մարդ սպանելու ու սպանել են, դու վերցնես ազատ արձակես։ Ով է քեզ այդ իրավունքը տվել։ Հիմա ով է թշնամի սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար։ Գարեգին Երկրորդը, թե դու, որ հայասպաններին դու ազատ ես արձակվում, հայ զինվորներին, հայ գերիներին ազատության վրա թքած ունենաս։ Գարեգինն է ազատ արձակում հայ սպանողներին, թե դու։ Ոնց կարող ես դու ազատես հայասպաններին, բայց մեղավոր լինի Գարեգինը, վտանգավոր լինի Գարեգինը։ Վերադառնանք այս ֆինանսներին, ԿԳՍՄ աշխատակիցներին բաժանվել է 382.5 միլիոն դրամ պարգևաճառ։ Ու նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են թե ոչ։ Բա։ Գիտեք ինչի տեղյակ չեն, ոչ են ասելու չեն ստացել։ Այդ դեպքում հարց է առաջանալու, բայ 382 միլիոն
ով է ստացել։ Եթե նախարարությունում 382.5 միլիոն դրամ պարգևավճար են բաժանել ու մանկավարժները դա չեն ստացել, բա ով է ստացել։ Սրանցով է այն տարբերակ։ Ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել։ Պետ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում, թե որքան է կազմել պետ նախագահի և տեղակալների Պետը 1 միլիարդ դրամ իր որոշը բաժանում։ Պետը, որ ասենք իր գործառույթն ունի չի իրականացում։ Երկիրը բյուջեն չի կատարում։ Բյուջեն դեֆիցիտով են ավարտում, բայց պետը 1 միլիարդ դրամ ինքնին պարգևացում է։ Նիկոլ Փաշինյանը ասել է բյուջեն ձերն է։ Ոնց ու որտեղ դա օգնում է պետականության ուժեղացմանը։ Դա օգնում է պետականության ուժեղացմանը։ Մանկավարժները պետք է սոված մնան, թոշակառուները պետք է սոված մնան, զինվորները պետք է սոված մնան, մի խոսքով բոլորը։ Բայց իրանք պետք է բյուջեն բաժանեն իրանց։ Դե Սերժ Սարգսյանը ասում է ծրարով էր տալի, մենք ինստիտուցիոնալ ենք անում դա։ Ընդ որում անում էին առաջին օրվանից։ Ես ձեզ հիշեցնեմ 19 թվականի հունվարին պարզվեց, որ սրանք մի ամսվա բան են կուսակցություն էին։ Չէ, մի ամսվա կառավարություն, դեկտեմբերին եղավ ընտրություններ, մի ամիս հետո պարզվեց, որ սրանք դրել են իրենց պարգևավճարներ են տալիս։ Այն ժամանակ հիշում եմ Լենա Նազարյան կար մի հատ։ Կմկմալով ասեց, դե գիտեք, ասեց դա իներցիայով է եղել։ Մեկ ամսվա կառավարություն են, իներցիայից է խոսում։ Իրանք առաջին օրվանից են դա արել։ Ուղղակի այն ժամանակ համեմատաբար այս թվերին դրանք համեստ գումարներ էին, որովհետև ահորժակ ուտելուց է բացվում։ Սրանց լկտիությունը սահմաններն անցավ ոչ մի անգամից։ Ոչ մի անգամից։ Ընթացքում։ Ու դրա համար էլ ասում եմ, ես ինքս ինձ չեմ պարգևատրել։ Պետական որոշման շրջանակներում ես ամսական 1.5 միլիոն դրամի չափով վարչատիրության ավելացում եմ ստացել։ Վարչատիրության ավելացում 1.5 միլիոն դրամով։ Ինքը չէ։ Պետական որոշման շրջանակներում այդ ով այդ պետությունը, այդ ինչ որոշում է։ Մի դեպքում պետությունը ինքն է որոշում ամեն ինչ, եւ ոչ մեկ չի կարող հակառակ լինի։ Մյուս բանական ես խաբար չեմ, պետությունն է որոշել, որ իմ ունեցածի վրա ստացածի վրա 1.5 միլիոն էլ դեռ չի երիքում ես մարդուն փողը։ Աննայի մեշոկներով փողերը չի երիքում, ռեկետը չի երիքում, բյուջեի թալանը չի երիքում։ Հələ պետությունն էլ որոշել է, այս պետությունը երևի բան է, Մոզամբիկում է։ Հա ժողովուրդ ջան, ես կաշկի ապուշի տեղա դնում բոլորիս։ Այս ոչնչությունը սենց հանգիստ տոնով բոլորիս այդ կենթանու տեղն է դնում։ Մենք ասելիք ունենք իրան, իսկ թվում ունենք, ու պետք է ասել։ Փաշինյանը արձագանքում է Իրանի դեսպանին, Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա։ Հայաստանը Իրանի համար արդեն սպառնալիք է։ Ուղղակի հիմարին թվում է, թե իրանցիները պետք է լսեն իրան ու ասեն լավ, եթե Փաշինյան Նիկոլն ասում է, ուրեմն հաստատ չի դառնա։ Իրանցիները ի տարբերություն հայերի շատերի մարդկանց խոսքերին չեն նայում, գործերին են նայում։ Որտեղ իրենք կարող են շատ բան ասեն ու անեն ուղիղ հակառակ։ Հայաստանն արդեն սպառնալիք է։ Ոչ միայն Իրանի համար, Հայաստանն ամենամեծ սպառնալիքը հենց Հայաստանի է։ Հայ մարդու ապագայի համար։ Բանակային կորպուսներում, ասում են, գند երեսներին փորձում են ներքաշել եկեղեցու բարենորոգման շարժման մեջ։ Այսօր ցույց տվեցին, այս նկարում միտեղ տեսա այդ մեկի դեմքը, ով որ դառնում ասված։ Հոգևոր նորոգման օրակարգը հասել է բանակային կորպուսներ, Գորիսի հոգևոր հովիվն է ահազանգում։ Հրամանատարները ճնշում են գնդերեցներին։ Սյունիքի մարզի բանակի բոլոր հոգևորականներին հավաքել է կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ Կորպուսի հրամանատարը սային կանչել է,
Ինչ-որ կարծիքը հարցրեի, չարե, կանչել ենք Մեղրիինը, Կապայինը, Սիսյանինը, այսպես ասեմ, էլի, որպեսզի ավելի պարզ լինի, ասենք մեր բոլոր մեր Հավաքագրում են, էլի։ Բանակը ուրիշ բան չունի անելու։ Բանակը։ Գյոզալյան, այդ մոտ այս գործունեությունն է սապահովում։ Քեզ խոսք են տվել։ Հա, քեզ խոսք են տվել, որ թուրքը հանձնելու, թուրքերին հանձնելուց հետո երկիրը քեզ թողել են էլի աշխատես բանակում։ Թե խոսք են տվել թուրքական բանակում քեզ սպայի կոչում տա։ Հա, ես քեզ հիշացնեմ 15 թվականին են հայերի հետ ինչ կատարվեց, որոնք ծառայում են թուրքական բանակում։ Հիշացնեմ։ Եվ իրենց ընտանիքների հետ ինչ կատարվեց, որոնք ծառայում են թուրքական բանակում։ Այսինքն այս սպաների ընտանիքները, որոնք ծառայում են թուրքական բանակում։ Հիշացնեմ ես։ Այս կարգի ես բառ չունեմ ասելու լավ։ Էլ բառ չկա ասելու։ Սրան փոխանցեք ասայի, արա քոնոմաններին, այս սրանք տարան իրաց բանակում ծառայելու, առանձնացեցին, գնդակարեցին գնաց, պարզ, ուրիշ բան չեմ ասում, հավաքեցին հայերին, սպաներին, ովքեր արդեն ցեղասպանության ժամանակ առանձ գնդակարեցին գնաց, ընտանիքներն էլ մնացել են մենակ, պաշտպան չկար, մնացել են մորթեցին, վերջացավ գնաց։ Քեզ խոսք են տվել, որ դու թուրքական բանակում ծառայելու ես։ Թե թուրքերը մտնելու են Հայաստան, թողեն քեզ հայկական բանակի գեներալ մնաս, չգիտեմ ինչ ես ընդեղ պաշտոնով։ Մարդ չի հասկանում, սրանք ինչով են մտածում, կամ ընդհանրապես մտածում են, թե չէ։ Սվերա թազա մենք չենք իմանում ոնց աշխատենք։ Եկանք սուս կայնեցինք, ասենք նիստան, նիստը չխանգարենք։ Նիստը պրծելա, թող մեկ նիճի մի հատ հարց ու պատասխան տա մեզ։ Բեռնատարների վարորդներն ու բեռնափոխադրողներն այսօր հունից դուրս եկան, երբ կառավարության շենքի առջև ժամերով սպասելուց հետո իրենց ոչ մի պաշտոնյա չընդունեց։ Ներսից ասելիքը գրավոր պահանջեցին։ Մենք չենք ուզում կատաստրոֆա անենք, փողոցները փակենք, ձեզի նեղություն տանք։ Խի? Ժողովրդին նեղություն տանք։ Երկու տարի դավ եք տենում, գալիս եք նամակ եք տալում, ոչ մի պատասխան չի եկել այդ նամակներից, ախպեր։ Հատկապես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին էին ուզում հարցնել։ Նախկիններն են մեղավոր։ Նախկիններն։ Գևորգ Պապոյանն էլ է նախկինում։ Ոլորտ չկա, որ սրանք ավիրած չլինեն։ Ոլորտ չկա։ Ես ուրախ եմ դրա համար։ Ես վարորդները եթե պետք է շարունակեն Փաշինյան Նիկոլին աջակցելու ձեն տան, նշանակում է իրանք մշտական այս վիճակում են լինելու։ Հիմա ով այս ամեն ինչի մեղավոր ժողով ջան։ Ես։ Չէ։ Ընտրելեք, վայելեք։ Մասամեць։ Խոշոր երջերավորն է։ Ամեն ինչ լավ է, ամեն ինչ արել են, հիմա էլ Թայլանդում տժում են ուկրաինացի աստղերի հետ։ Հա, ինչ է եղել, որ ինչի մասին պետք է մտածել։ Թուրքերը կռիչ են, Ռուսաստանում խնդիր չունեն իրենց հետ, Թրամփն ասել է իրենց ընդհանրապես խնդիր չունեք, որ հարց ունենա կզանգեք ինձ, դեռ չեմ մնում։ Մի խեղճ ու կրակ հայ ժողովուրդ, որ իրեն պետք է սպառնալիք դառնա, իրենք դրա մասին չեն մտածում, որովհետև աշխարհի հզորների հետ են տալիս առնում, իրենց ասել են դուք պրոբլեմ չունեք։ Դե այս անց բացատրի, ձեր բոլորին նույն բանն են ասել։ Իհարկե իրանք են պրոբլեմ չեն ունեցել այնքան ժամանակ, քանի դեռ իրանցից ինչ-որ մի բան է կախված եղել։ Այդ պրոբլեմները սկսում են ժամանակ, երբ որ իրանցից արդեն ոչինչ կախված չի լինում։ Այն ժամանակ լսում են ինչա նշանակում պրոբլեմ։ Սա լսեք էլ էսենց բան գոյություն չի։ ԿՊ-ականներին ասում է թլպացված շներ։
շալվարները իջացրեք։ Լսեք պատասխանը Թալինի քաղաքապետ։ Ունես բանցում ստալով նախեսած Լյուբայի վտայությունները, որ բանակ չեք Որ մի քիչ սիրում ունեի շալվարը սկիչացնեի։ Սա Թալինի քաղաքապետն է, տալիս կնոջն ասում։ Այ ժողովուրդ ջան։ Սա մեր հազարամյա պետականության քաղաքակրթության մշակութային երկրի Թալինի քաղաքապետն է։ Տալիս կնոջ ասում եմ, մի քիչ որ սիրում լինեի, շալվարս սկիչացնեի։ Չգիտեմ, երևի արժանացել եք սրան։ Ամեն դեպքում սրանք լուսնից չեն իջել, մեր մեջ են, չէ՞, մեծացել, ու սրանց էլ բարև տվող կա, ժպտացող կա, աջակցող կա։ Մակրոնը սպառնում է Թրամփին եւ արդեն հրամանակ տվել նավերին շարժվել դեպի Գրենլանդիա, խոստալով, որ դու պրոբլեմ կունենաս, եթե հանկարծ ներխուժես Գրենլանդիա։ Այսինքն Ամերիկա եւ Եվրոպա պատերազմը, պատերազմ չասեմ, ընդհանուր, առնվազն, դառնում ավելի որոշակի, շատ ավելի որոշակի։ Եվրոպան Ամերիկայի դեմ պատրաստվում է ռազմական գործողության դիմագրավելու, սա երբևէ հնարավոր չէր պատկերացնել, իհարկե միջև Տրամփը կգար։ 26 թիվ խայտարակ բաներ ենք, խայտարակ անսպասելի իմաստով բաներ ենք տեսնել, ականատես լինելու։ Տրամփն ասում է, այդ Իրանի հակաժառանգը, վատ տղա չգիտեք, վատ տղա չինես լավ տղա է։ Նույն բանը Ալիևի համար էր ասում, հիշում եք, չէ՞։ Իրեն ասանում կարգի լավ տղեկ են, ինչքան դավաճան, հանցագործ, ինչքան սենց ասեմ։ Իրա նման կա, իրա ման լավ տղա է։ Գիտեք ինչ իրա լավ տղա։ Դա։ Այս լավ տղա է։ Իրա նման է բոլորը։ Պատա հանքինել է, ընդունել է կարող։ Սրանք իզրայելցիները Թրամփին ասում առաջի հրեա նախագահն է։ Ափսոս, որ Իրանում աջակցություն չունի։ Մանավանդ, որ ցույցերը նվազել են, դադարել են եւ Իրանը բացել է եվրոպայի ճանապարհը։ Ես չգիտեմ սրանց որ կլինի հարձակում թե չէ, բայց բացել է ճանապարհը։ Իսկ հարձակում չգիտեմ Իրանի վրա կլինի թե չի, բայց Մինեապոլիսում այս վիճակն է հիմա։ Ամերիկայի ներսում։ Տրամփի զորքերն են։ Սա ավերածություն, քաոս ստեղծելու ամբողջ աշխարհում։ Ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց այս ամեն ինչից ամենաշատ ուժերով հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ տնտեսապես, եւ ֆինանսապես, եւ քաղաքականապես։ 26 թիվ, տեսնեք ինչով ավարտվեց 26 թիվը։ Այսինքն սա սկսել ինքը։ Իսկ նախկին գեներալը Ամերիկայի Միացյալ Նահանգներին զգուշացում է, որ Իրանի վրա հարձակումը շատ ծանր հետևանքներ ունենալու Ամերիկյան բանակի վրա։ Ամերիկացի գեներալն է, նախկին հրամանատարն է, զգուշացնում։ Ասում եմ մի արեք, մի մտեք այդ պատերազմի մեջ։ Տեսնենք, կլսի Թրամփը թե չէ։ Այս տեսարան եմ ուզում նայեք ժողովուրդ ջան։
Ես ցանկանում եմ այս ուրախությունը բոլորի տներում, ովքեր գերիներ ունեն։ Դա Աստված մի հրաշքով անհետ կորածներն մի տեղից հայտնվեն։ Ինչ ողբերգություններ մեր վրա, մեր ճակատագրի։ Դու ես ողբերգության կազմակերպիչ ես ամենի մասին գրել էր, հիմա ես ներկայացնում որպես վեբ գրականություն, ու մենք էլ տեղյակ չենք։ Չգիտեմ Ժողովուրդ ջան, ես այն կարծիքին եմ, որ մենք մեր մեղավորությունն ունենք այս ամեն ինչում, մեր հանդող ժողովրդականությամբ, մեր պարվածքով։ Ես գիտեմ, որ շատերի համար դա հաճայեցի լսել։ Ոչ մեկ չի ուզում իր մեղավոր զգա, մտածի ինքը ինչ-որ մի բան չի արել, բայց ինձանից սկսած մենք չենք արել։ Կամ քիչ ենք արել։ Չէ՞ որ արդյունքը սա է։ Մենք չենք կարող ասենք ամեն ինչ արել ենք, բայց արդյունքը սա է։ Չի լինում այդպես։ Նայելա պետք, վերանայելա պետք։ Կարող է ժամանակ շանս ունենանք, որ սենց բաներ էլ չլինի։ Չէ՞ մենք էլի մարդիկ ունենք մուրած ու գերության մեջ։ Ես ուրախ եմ այս ընտանիքի համար, բայց կարող է չէ՞ սա չլինել ընդհանրապես։ Կամ գերեվարված է 5 տարի առաջ ըստ այդ հայտարարության վերադարձվել իր ընտանիքին ու վերջ։ Առանց մի բան կատարելու, պայման կատարելու Ադրբեջանը իր կողմից Հայաստանից ստացել է ամեն ինչ, այսօր էլ թելադրում է ինչ պետք է անի։ Այսօր էլ թելադրում է, սրանք էլ սիրով անում են, որ ստանան դրանց քաղաքական աջակցությունը։ Թքած հայ մարդու վրա։ Թքած։ Բայց ես ասում եմ, վերջը նույնն է լինել։ Սա լսենք։ Ինչ խոսած ոչխարի հետ։ Ինչ խոսած, եթե այս կադրը իրան ցույց չտաք տղա ջան, ուրեմն դուք պետքա չաշխատեք։ Իրա վերջին չի կնդա վերջին է չի ինքը ձվածեղ ուտում, թոշակարում կարողանում է ձվածեղ ուտի, 26,000 թոշակ եմ անցնում, այ ոչխար, 30,000-ով ես որ մեկը տամ։ Եկեք առանց վիրավորանքների ձեր խոսքը։ Ես որտեղից տամ։ Շատ լավ եմ անում։ Իրանց երեցից է, որ իմ երեխեքից դրության չկա։ Ինչ խոսած ոչխարի հետ։ Սա համապարփակ պատասխան էր Փաշինյան Նիկոլի բրիֆինգին։ Իր հնչեցած պետականակառուցված ինստիտուցիոնալ բուրգաձև այդ համակարգի եւ պետականության ժողացման մասին ճարի։ Ժողովուրդը պատասխանը քեզ, լրագրողների հարցերն էլ քեզ, խոսքով դու հասկանում ես ով ես։ Չկա տես խոսք, չկա տես նկարագիր, հայերեն ոնց ուզում եմ ձևակերպեմ, բառը թույլ է երևում, բառը թույլանում է, անզոր է, հայկական լեզուն անզոր է քեզ նկարագրելը։ Անզոր է։ Իսկ Կարինե Գրիգորյանի ասածը չմոռանաս։ Դիաբլիչը։ Հա։ Մենակ դու չէ։ Բոլորը ով կանգնածակով կողքն։ Իսկ մենք ժողովրդով մենք հիշաչար չենք։ Իսկ ես լավ հիշողություն եմ։ Իմ ժողովրդին այսքան տառապանքներ պատճառած մարդու նկատմամբ այսքան գտասոկություն չեմ ունեցել։ Չմոռանաք դա մասը։ Այսօրվա համար այսքանը լավ է։